Ահա։ Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, այսօր ես իմ թիմակիցների հետ եմ Գայանե Պողոսյանի, իմ նախկին նաստավնիկ, թվագետ, նումերոլոգ աստղաբան, իմ նախկին աշակերտ, որը մեկ ամիս չկա ավարտել է ինձ մոտ տարոլոգիան, սկսնակ են, եթե ինչ-որ բաներ կլինի, նա կարող է մեզ հարցեր ուղղել։ Եվ ես Ինարա Գրիգորյանը, տարոլոգ, ռունոլոգ, տարոթ հոգեբան։ Նախ ուզում ենք շնորհակալություն հայտնենք բոլորս ձեր լայքերի, մեկնաբանությունների, բավականին ակտիվ լինելու համարի մեջում տեսնում եմ, բավականին հետաքրքիր ակտիվ եք, նոր հետևորդներին, ովքեր որ բաժանորդագրվել են ինձ մոտ, մեզ մոտ, նաև ձեր ակտիվ լինելու համար։ Այսօր մենք պատրաստել ենք ձեզ համար տարոթ թվահոգեբանության հետ կապված բավականին հետաքրքիր թեմա, թվերից ենք մենք խոսելու Գայանե Պողոսյանի հետ, մեր տարոլոգն էլ դե քանի որ նոր է ինքը ավարտել, իրան էլ պետք կլինի, որպեսզի ինքն էլ հետագայում շատ լավ պոտենցիալ ունի Գայանեն, իր մեջ բացի այդ պոտենցիալը եւ առաջ շարժվի։ Եվ այսպես, սկսենք Գայանե ջան, դու գիտես 0 քարտի 0-ից, դու գիտեմ, որ 22 էներգիաները գիտես, դրա համար 0 թվից, եթե բան գիտես, դու սկսի, հետո ես կսկսեմ էներգիան։ Եկեք ես ընդհանուր մի հատ ասեմ, ինչ ես գիտեմ 22 էներգիաների մասով, դուք մնացածը ասեք։ Okay. Ընդհանրապես գոյություն ունեն 22 էներգիաներ, 22 թվեր, ըստ Կաբալայի եւ Տարո հոգեբանության, դրանք գործածվում են իրենց աշխատանքի մեջ։ Բայց օրինակ Պյութագորասի թվագիտության մեջ մենք օգտագործում ենք 1-ից 9 թվերը։ Բոլորը դարձնում ենք միանիշ։ Մարդու ծննդյան թիվը, ամսվա թիվը, տարի թիվը, բոլորը բերում ենք միանիշ թվի, գումարում ենք այնքան մինչև ստացվում է միանիշ թիվ, եւ ըստ այդ թվերի կարողանում ենք վերլուծել։ Բայց 22 էներգիաներով մի փոքր ավելի տեղեկատվությունը լայն է լինում։ Ենթադրենք մարդը ծնվել է ամսի 3-ին, որևիցե ամսվա, մենք իրեն բնութագրում ենք 3-ի տված հատկանիշներով։ Բայց եթե նայենք այդ տարո հոգեբանությամբ, էներգիաներով, ապա 12-ը ինքը առանձին նշանակություն ունի, ճիշտ է ընդհանուր 1-ին գումարած 2-ը ստացվում է 3, բայց 12-ի նշանակություն այլ է, 21-ը այլ է, 30-ը այլ է։ Եվ իմանալով այդ բոլոր նշանակությունները, կարողանում ենք հեշտությամբ մարդուն բնութագրել, մարդը կարողանում է իրեն ավելի կողքից նայել, դիտորդի նման, ու ավելի պարզ է իր համար իր գործողությունները ինչու են այդպես կատարվում, իր կյանքում ինչու են իրադարձությունները այդպես տեղի ունենում, եւ ավելի պարզ ու բացահայտ է լինում իր համար ամեն ինչ։ Ու ընդհանուր այդ 22 էներգիաները շատ են օգնում մարդկանց եւ իրենց կյանքում, եւ առօրյայում, եւ ֆինանսներում, եւ հարաբերություններ կառուցելու ժամանակ։ Երբ որ մարդը այդ ամեն իմանում է, շատ ավելի հեշտ է լինում կյանքը։ Կամ այս ինչ գործողությունը, որ այն ինչ գործողությունը արդեն մարդիկ անում են, իրանք հասկանում են, էլի, արդեն երբ որ դու թվահոգեբանությունը, թվահոգեբանությունը սովորում ես, հա, դու արդեն գիտես, հա, որ աշխատացնում ես թվերը, դու գիտես, թե այս մարդը, որ թվի հետ կապված, իր թվերն է, չէ, ամիս, ամսաթիվ, տարեթիվ, շատ լավ հասկանում ես, ես էլ, այս ինչ գործողությունը խոսքի օրինակ, ինչի համար անգամ իր այդ գործողություններից կարամ ես զգամ, կամ դու զգաս, հա, թվաբաններով, կարանք զգամ, թե այդ մարդիկ այդ գործողություններն ինչի համար են անում, կամ դրական, կամ բացասական, հա, սարքելով քաոս իրանց կյանքում։ Հիմա կարաս խոսաս դու ուր եմ, սկսի թվերից խոսի, հետո ես կսկսեմ։ Դե օրինակ նայեք, 22 էներգիանով աշխատելիս ենթադրենք մարդը ծնվել է որևիցե ամսվա 27-ին։ Այս դեպքում մենք արդեն միանիշ թիվ ենք դարձնում, եթե ամսաթիվը 22-ից բարձր է, մենք դարձնում ենք միանիշ եւ սկսում ենք բնութագրել մարդուն ըստ այդ թվերի։ Պետք է այստեղ հաշվի առնենք, օրինակ մարդը ծնվել է որևիցե ամսվա 15-ին։
այստեղ իր վրա, այսպես ասած, աշխատում է 4 թիվ։ Մեկը 5-ը, մեկին գումարած 5 6-ը եւ մեկից հանած 5-ն ու մոդուլը վերցնենք 4-ը։ Այսինքն 4 թիվ իրենց ազդեցությունը, իրենց թրթռոցով ազդում են մարդու կյանքի որակի վրա։ Եվ քանի որ մեր կյանքը երկբևեռ է, լավ վատ, աջ, ձախ, վերև, ներքև, ապա թվերն էլ իրենց ազդեցությունը եւ դրական եւ բացասական։ Նայած մարդը, որ հատկանիշներն է վերցնում թվից տրված, եւ ըստ այդմ էլ կառուցում է իր ճակատագիրը։ Ընդհանրապես ճակատագիր որպես այդպիսին չկա, իրականում մարդը ծնվում է որպես սպիտակ թուղթ, բայց իր գործողությունների, իր մտածելու, իր ցանկությունների հետևանքով ինքը կառուցում է իր ճակատագիրը։ Դրա համար շատ խորհրդատվությունների ժամանակ ես միշտ մարդկանց ասում եմ հետևեք ձեր մտքերին, ձեր ցանկություններին, որ իրանք ավելի բարի լինեն, դրական լինեն, ոչ ոքի աշխատեք չվնասել ու դուք այդ կերպ աշխատում եք եւ ապրում եք թվի դրական էներգիաներով։ Իսկ երբ որ զգում եք ինչ որ մի բան ձեր կյանքում չի ստացվում, ուրեմն այդ թիվը ինքը բացասական է արդեն ազդում, դուք պետք է արդեն ուշադրությունը կենտրոնացնեք դրա վրա, ինչը այն չեմ անում, որ սխալ ճանապարհով եմ գնում։ Եվ այդ հարցերը լուծելով արդեն ամեն ինչ կարգավորվում է։ Թվերը ընդհանուր մեկնաբանել 1-ից 9 թվերով բարդ է, չգիտեմ, մենք այդքան ժամանակ ունենք, որ բոլոր թվերի մասին խոսենք, ինչքան եք Օրինակ ես դուք 1-ից մինչև նախատեսել։ 0-ից մինչև 22-ը հակիրճ եմ պատրաստել ինձ համար, որպեսզի ներկայացնեմ, դու էլ կարաս խոսես, ինչքան էլ որ հասցնես, կապ չունի։ Եթե պետք լինի, հետագայում երկրորդ մաս էլ մենք կպատրաստենք։ Ես առաջարկում եմ դուք ասեք, ես եթե հարկ լինի մնացում անեմ։ Նայեք, ստեղ մենք ունենք 0-ն, հիմարն է, դեմ վտանգը ինք ուշադրություն չի դարձնում, փոքր խուրջին է, իր կյանքի մի փոքր ուրեմ կատոկն է, հա, կատոմկա, որ ասում են, իր կյանքի փորձն է։ Ստեղ ինչի մասին է ինքը խոսում, 0 էներգիան, ուրան մոլորակն է, որը խոսում է հիմարի մասին, այսինքն 0-ն ինքը մի էներգիա է, որտեղ հոգին մարդու դեռ մաքուր է փորձից, որովհետև քիչ է փորձը, հա, բայց լի վստահությամբ տիեզերքի հանդեպ ներողություն։ Խորմակարդակում, այսինքն հավատ կյանքի հանդեպ առանց ապացույցի, ճակատագրին վստահելու կարողություն, ազատություն ծրագրերից եւ վախերից, իսկ իրանց հակառակ կողմը, եթե իրանք օգտագործում են, դա նայեք, ճակատագրական մեծ սխալի մասին է ստեղ խոսում։ Փախուստ իր պատասխանատվությունից, երեխայական անգիտակցություն, խենթը նաև ասում է, ես դեռ ոչինչ չեմ դարձել, բայց ամեն ինչ կարող եմ դառնալ։ Ինչ նկատի ունեմ, ես այս ամեն ինչը, հա, հակիրճ ասեմ։ 0-ն ինքը մարդիկ կան, իրանց թվերի մեջ ունեն 0, այո, հա, խոսքի օրինակ 10, հա, մեկին գումարում ես 0, մեկը անում, բայց 0-ն մեզ դեր է խաղում, 0-ն էլ է դա թվանշան 22-ը դրա համար համադրվել է, դարձել է 0, ինքը 0 թիվը ուրեմն դուրս է եկել, այսինքն քաոսի մասին ենք մենք խոսում, քաոսի, որից քաոսից ծնվել է նոր բան, որտեղ մայր հողը, հա, ծննդաբերել է երեխա, երեխայի մասին է ստեղ խոսքը։ Հաջորդը դա, ես ուզում եմ ձեզ ցույց տամ մոգը, տեսնում եք ինչ հետաքրքիր է, ինչ կապ ունի ղեկավարի 1 թվի մասին է, հա, խոսք ամեն մարդ կառուցում է իր ճակատագիրը, ինքը կարող է ինիցիատիվան վերցնի իր ձեռքը, մարդկանց իր հետևից տանի, եթե մենք սենց ուշադիր մի փոքր նայենք, բավականին գործիքներն էլ ունի, հա, ինքը տիրապետում է, բարև, մեր սիրուն դու ես, կարաս մի րոպե ձայնը բարձրացնենք մենք, սիրուն ջան, ձայնը բարձրացրա, հա, ձայն չունի,
Ձայն նետու։ Ես չեմ անջատել։ Մի րոպե սիրուն ես զգուշացնենք այստեղ։ Այստեղ։ Ահա, սիրուն ջան, ձայնը բարձրացրա, հա։ Ձայնը չենք լսում, ձայն չկա։ Ձայնը, միկրոֆոնը։ Չի լսում։ Մենք ձեռք չենք տվել, հələ մի րոպե։ Ահա, լսվում է։ Ահա։ Սկսենք շարունակել, Գայաների ձայնը չի կտրվել մեր։ Չէ, չի կտրվել, ես ձեզ լսում եմ։ Պողոսյանը Գայանե։ Հա։ Լսվում է։ Այո։ Նայեք, իսկ մոգը մեկ թվանշանը դա ղեկավարների մասին է, այսինքն ստեղ հոգին հասկանում է, հա, որ ունի ազդեցություն իրականության վրա։ Այո, կա взаимодействие, հա, ազդեցություն։ Նայեք, այստեղ խորը մակարդակում մարդու մտքի, խոսքի եւ գործողության համադրման մասին ենք խոսում, ինքնագիտակցված կամքի, էներգիայի ուղղորդման մասին։ Իսկ եթե մարդը դա բացասական է օգտագործում ստվերում, հա, դրանք մանիպուլյացիաներն են, ինչը չպետք է անի, ուժի չարաշահումն է, որովհետեւ մոգը մեկ թվանշանը սովորացնում է ինչին ուշադրություն տաս, դա կարող է աճի։ Ինչու աճի։ Մենք այստեղ տեսնում ենք ծաղիկներ, հա, որտեղ ինքը գործիքներն ունի, բոլորը։ Գայանե ջան, հիմա քո մասին է խոսքը։ Խոսքի դու արդեն այդ գործիքներն ունես, ինֆորմացիան։ Այո։ Իսկ դուրակը դա մեր նոր որ եկել է, հա, զրո։ Ծանոթանալու հələ մոք չի դառել։ Պրոֆեսիոնալ չի, դու նոր արդեն սկսում ես, ունես այդ գործիքը, ինֆորմացիան եւ այլը։ Իսկ ստեղ ինքը արդեն դրան պատրաստ է։ Ստե պետքա ինչին ուշադրություն տալիս ես, դու դա աճում է։ Արդեն կարաս աճես, պոտենցիալը բացես, խոսքդ, հա, տեղ հասցնես եւ գնաս առաջ։ Հաջորդը դա տեսնում ենք, հա, այստեղ երկու թվանշան, որը քրմուհին, այսպես են ասում։ Ներքին գիտելիքի Ավելացում կարող եմ անել։ Ինչ։ Ես ավելացում անեմ։ Կարաս անես, իհարկե։ Հա։ Ես եկեք ամենը կարճ եմ ամեն ընտրել, որ շատ հասցնենք, ասա։ Ամեն քարտից հետո մի թեթև ես մի երկու բառ ասեմ։ Ճիշտ կլինի։ Դե նայեք։ Դրական ազդեցության մեկը կոնկրետ ու հենց եթե ինքը բացասականով է ապրում, անհավատություն իր ուժերի նկատմամբ։ Այո։ Դրա հետևանքով ինքը կարող է լինել ագրեսոր, տիրան, ճնշի դիմացինին, հենց այդ որ չի կարողանում իրեն դրսևորել դրա պատճառով։ Իսկ քանի որ մեկ թվին ղեկավարում է արեգակը ինքնագիտակցությունն է, շատ լավ հատկանիշներ է տալիս մեկ թվին, ամսի մեկի ծնվածներին, իրենք լավ է օգտվեն այդ մարդկանց համախմբելու, իրենց հետևից ստանելու իրենց այդ շնորհից, քան ճնշումների ենթարկելով փորձեն մարդկանց Այո, որտեղ չի կարելի։ Ճիշտ է։ Երկուսից։ Այո։ Սկսենք։ Չէ, դու կարծում ես, հետո ես։ Ներքին տեսնում եք, հա, մեկը սև է, մեկը սպիտակ, սյուները նստածակին, որի ոտքերի տակ լուսինն է, երկուսը դա լուսինն է, հա, ներքին գիտելիքի դուռն է, սակրալ գիտելիքների։ Այս գիտելիքը գալիս է ոչ թե տրամաբանությունից, այլ լռությունից։ Իսկ խորմակարդակում ենթագիտակցական հիշողություններ, ինտուիցիայի զարգացում, կանացի ընդհանուր էներգիան է։ Ստվերը դա կարող է ինքը փակվի խոսքի օրինակ աշխարհից, զգացմունքների ճնշում լինի, որովհետև նայեք, ստեղ քրմուհին ինչ է ասում, երկու թվանշանը ճշմարտությունը լսվում է լռության մեջ, այսինքն լսիր ներքին ձայնիդ։ Կարաս ավելացնես։ Երկուսը ինքը քանի որ լուսային էներգիան է կրում, ինքը մայրությունն է, կանայք ավելի քնքուշ են, կանացի, ավելի հանգիստ են, տղամարդ չնայած ինքը կանացի էներգիա է,
եթե տղամարդը ծնվում է ամսի 2-ին, իր մոտ էլ զարգանում է այդ կանացի մի թեթև այդ փափկությունը, նրբությունը եւ տղամարդկանց բացասականը նա է 2-ի հետ կապված, որ իրանք միշտ մայր են փնտրում, նույնիսկ երբ որ կին են իրանք ընտրում, իրենց այդպիսի կին են ընտրում, որ իրենց համար կլինի մայր։ Այդ պետք է Ես ուզում եմ մի քիչ խորը ճանաչես այդ քարտին, ստեղ նաև երկուսը կարաս խալ ճանապարհով գնա, դրանք մարմնավաճառներն են, ինչը որ քո համար զարմանալի կլինի, որ կարողա դու ուզենաս հետ բերես այդ ճանապարհից, ասես սխալ ճանապարհով ես գնում, ինքը կարողա լռի, ասի չէ, գախնի պահի, գիշերային թիթեռնիկներն են, հա, հասկացար, նաև սև մոգություն, սպիտակ մոգությունն է, որ մարդը կարա այդ ճանապարհով գնա։ Երկու ճանապարհ կա, պետք է այո, ընտրել։ այո։ Հիմա անցնենք կայսրուհին, բավականին շատ ստեղ ինքը ծաղկում է, հա, Վեներան մեծ կապ ունի այստեղ, բայց 3 թվանշանը ընդհանրապես ինքը կապ ունի գուրուների հետ։ Այս քարտը ինչի մասին է խոսում։ Կյանք ստեղծող էներգիա, ով կյանք է տալիս, երեխա է ունենում, բերիության մասին, հա։ Սա առատության, սիրո եւ մարմնավորված հոգու թիվն է։ Սեր դեպի մարմին եւ կյանք, ստեղծագործություն, հոգատարություն, եթե ստվեր, դա դրական կողմերն է, բացասական կողմերը կախվածություն հաճույքներից, կարա լինի, կստացի, բավականին փնթի-մնթի, հա, 3 օգտագործի տանը, ամուսնու դեմ սենց հիստերիկ սենց, փնթի-մնթի հագնվի, հետո էլ հլը մի հատ էլ պրետենզիա ներկայացնի, յա, բայց խես լևի գնում, բա քեզ մի քիչ տիրություն արա, հա, նայեք, չափազանց հարմարավետություն, դա էլ է չափից դուրս շատ վատ, հա, այստեղ կայսրուհի քարտը հիշեցնում է, այսինքն այս թվանշանը կյանքը պետք է զգալ, ոչ միայն հասկանալ, իսկ դա ամեն մարդ չի հասկանում, ավելացրել։ 3 թվին ըստ մոլորակների ղեկավարում է Յուպիտեր մոլորակը, որը բարեկեցություն է ապահովում, իրանք շատ հաջողակ են, ուրախ, զվարթ, լավատես, եթե իհարկե դրական թրթիռներն են կրում, ուրախություն են տարածում ամենտեղ, տոն եւ լավագույն մայրերն են համարվում, տղամարդիկ է լավագույն նաստավնիկ, առաջնորդ են կարող լինել, շատ լավ ղեկավարներ կարող են լինել, բայց ինչն է խանգարում բացասական առումով, շատ կասկածամիտ են, որոշում կայացնելը իրանց մոտ շատ դժվար է, չեն կարողանում կողմնորոշվել, դժվար են կողմնորոշում եւ ընդհանուր առմամբ իրանք շատ անկախատեսելի են։ Իրանց որոշումները չէ վերաբերում։ Անկախատեսելին, այո։ Այո, բայց դες լավ է, լինել անկախատեսելի, թե չէ, եթե կախատեսել ես, մարդիկ զանձրանում են։ Այո։ 4 թվանշանը ստաբիլության մասին է խոսում, սա կայսրն է, տեսնում ենք կարմիր հագուստ, հա, ինքը գետնի վրա, հողի վրա կանգնած է բավականին կանգուն։ Եթե ինչ-որ բան դուրը չի գալիս, ինքը կարող է, սենց ինչ-որտեղ ագրեսիվ։ Հուշում է այդ մասին, կարմիր գույնը։ Սա կարգ ու կառուցվածքի մասին է խոսում 4 թվանշանը, հա, այսինքն սա սահմաններ դնող արական սկզբունք է, ինքը տղամարդու էներգիա է։ Խորը մակարդակում պատասխանատվություն, ինքնակարգապահություն, անվտանգություն ստեղծելու կարողություն։ Կարողանում է իրավիճակը անձը կառավարել։ Իսկ ստվերում վերահսկողություն, որը պետք է նա չանի բացասական էներգիան, կոշտություն, եթե խոսքի օրինակ ուրիշ է, եթե մարդու սահմանները չեն հատել, հա, դա ուրիշ է, սենց, երեսկի դու քո սահմանները պետք է պահես։ Կայսրը ինչ է ասում, ասում է այս 4 թվանշանը, ազատությունը գալիս է կարգից, կարգ ու կանոն հաստատելուց։ Խոսիր, Գայանե ջան։ Հա, 4-երը եթե նայենք, 4 թիվը ինքը իրենով հիմքերն է։
եւ նման մարդիկ շատ են կապված նյութական արժեքների հետ։ Իրանք շատ կանոնակարգված են, իրենց մոտ ամեն ինչ պետք է լինի ռեժիմի մեջ, ամեն ինչ պետք է գծված, տանը նույնիսկ եթե մայրը օրինակ ամսի 4-ին է ծնված, երեխաները պետք է պատրաստ լինեն, այսինչ ժամին ուտեն, ամեն ինչ պատրաստ լինի, սենյակը, տունը, բոլոր ամբողջը հավաքված։ Այո, ամեն ինչ կանոնակարգված, բայց երբ որ իրանք բացասական առումով են ապրում, ապա շատ ագրեսիվ են, ճնշող, դիմացինին կարող են ճնշել ու սիրում են ղեկավարել։ Ինքը, քանի որ նշեցիք տղամարդկային էներգիա է, եւ կանայք եւ տղամարդիկ, ովքեր կրում են 4-ը, իրենք շատ լավ ադապտացվում են տղամարդկանց շրջանում եւ տղամարդկային աշխատանքների մեջ։ Գայանը ջան, ես այսօր հիմա քեզ այնց բան եմ ասել, որ զարմանալու ես։ Սոսեն իմ նախկին, բյուրո 6 օրես աշխատում էր, այս խայտարակ է եղել։ Չպետք է այս բան ասել, ասում խոյերը անալիտիկ են։ Ես այնքան եմ ծիծաղի, խոյերը ասում դա արդեն դեմքիդ բանից զգացի։ Ես էլ այնտեղ գրեցի այդ կարող է ամսի 5-ին ծնված լինել, օրինակ ամսի 5-ին ծնված լինել։ Ձկները եւ կույսերն են անալիտիկ։ Ես այնտեղ գրեցի սովորի պետք կգնայի։ Անալիտիկան Մերկուրի մոլորակի հետ էլ է կապված, Մերկուրին ղեկավարում է երկորյակների կույսերին։ Հեսա, Հա, Մերկուրի։ իրանց մոտ, հա, 5 նաստավնիկ։ Դե, Այո։ Քուրմնա, սա հոգևոր 5 թիվը, օրենքների ուսուցիչն է։ Խոր մակարդակում ինչն է արժեքների ձևավորումը, կարմայական օրենքների ընդունումը, ավանդույթի ուժ, իսկ ստվերում կույր հավատ, դոգմատիզմ։ Քուրմը ինչ է ասում, ոչ ամեն օրենք է ճշմարիտ, բայց ամեն ճշմարտություն, այո, ունի օրենք։ Իսկ հիմա դու կարող ես ավելացնել Գայանը։ 5-ը Մերկուրի մոլորակն ու նշեցինք, ինքը փոփոխությունների, ճանապարհների սիրահար է եւ 5-ի թիվը կրող մարդիկ սիրում են անընդհատ նոր բան սովորել, ճանապարհորդել, ինչ որ բան փոխել, իրենց տրամաբանությունը իրենց մոտ շատ ավելի զարգացած է, քան ինտուիցիան, որը այդ տրամաբանական մտածելակերպը խանգարում է իրենց ինտուիցիային լսելուն։ Իրենք դժվարացնում է կենտրոնանալու ունակությունը։ Իրենք պետք է ընտրեն որևիցե գործ, կոնկրետ մասնագիտանան այդ գործի մեջ, որպեսզի այլ այս կողմ այն կողմ չգնան, որ քաոս չլինի իրենց կյանքում, քանի որ 5-ի բացասական ազդեցությունը քաոսն է, ժամանակի ոչ ճիշտ կառավարումը ու չի կարողանում իր գործերը ճիշտ դասավորել։ Եվ 5-ը կարող է փակվել իր մեջ, ընդհանրապես ոչ մի բան չուզենալ փոխել իր կյանքում ու ոչ մի նոր բան չսովորել ու ոչինչ չանել։ Հաջորդը 6 սիրահարների քարտը երկորյակների քարտն է։ Տեսնում եք թիվը։ 6-ը ինչի մասին է խոսում։ Ընտրության արկանն է սա, սրտի եւ մտքի կոնֆլիկտը, հարաբերությունների հայելի ազատ կամք, որ մարդ ունի ազատ կամք ընտրության։ Ստեղ ստվերը կախվածությունն է, ինքն իրեն դավաճանելը։ Այս 6 թվանշանը ասում է, որ ում ես ընտրում, քեզ թե վախերդ։ Ավելացրու։ 6 թվին ղեկավարում է Վեներա մոլորակը, որը սիրո մոլորակն է համարվում, եւ 6-ը ընդհանուր ըստ թվագիտության ինքը համարվում է այդ մարդիկ սեր, տուն, ընտանիք, հարմարավետություն, դա իրանց համար առաջնայինն է, իրանց տեսքը ամեն ինչ պետք է իդեալական լինի, իրանք նաեւ պերֆեկցիոնիստ են, որը իրենց շատ հարցերում խանգարում է։ Եվ բացասական առումով 6-երը չընդունեն իրենց մարմինը, իրենց չգնահատեն, չսիրեն, որի հետևանքով կարող է լինել գիրացումներ եւ մաշկային խնդիրներ։ Խնդիրներ, այո։ 7 դինամիկ թվանշան է,
այստեղ հաղթանակի շարժման եւ հաղթանակի մասին է խոսում։ Այսինքն խորհրդամակարդակում ինքը նպատակին նվիրվածությունն է, հակասությունների կառավարումն է, առաջ շարժվելու վճռականությունը, իսկ ստվերում ճնշում, չափազանց մրցակցություն, որովհետև եթե ինքը բացասականը օգտագործում է 7-ը, ինքը կարող մարդկանց գլխի վրայով անցնի, չպետք է այդպիսի բան լինի, որովհետև 7-ը դա նաև կապ ունի հոգևորի հետ։ Ստվերում դա ճնշումն է, չափազանց մրցակցությունը, 7 թիվը ասում է, ուղղությունը կարևոր է արագությունից։ Այո, ինչպես նշեցիք 7-ը հոգևոր թիվ է համարվում, ինչպես եւ 2-ը 5-ը, 2-ը 5-ը 7-ը 9-ը իրենք հոգևոր թվեր են համարվում, որը շատ պատասխանատու է իրենց դարձնում այդ հարցում, օրինակ 7-երը պետք է շատ զբաղվեն իրենց հոգևոր ներսը հայելելով, հոգևոր պրակտիկաներով, եկեղեցիներ շատ գնան, Մեդիտացիա։ չնայած 7-երից շատերը անհավատ են հիմնականում լինում, իրենց ինտուիցիան շատ ուժեղ զարգացած է, պետք է սովորեն լսել իրենց ինտուիցիային եւ իրանք մի քիչ անվստահ են քայլեր ձեռնարկելուց, որովհետեւ սպասում են, որ ինչ-որ մեկը, այսպես ասած, իրենց օրհնի, որ իրանք գնան այդ քայլը անեն։ Ու մինուսի առումով իրենք ուզում են, շտապում են, ուզում են միանգամից արդյունքներին հասնել, իսկ 7-ը պետք է սովորի արդյունքներին հասնել կամաց քայլերի միջոցով։ Ահա, իսկ իմ հետ համաձայն չես, որ 7-երը նաև ունեն աստղային հիվանդություն։ 7-ը, որովհետև իրանք աստղ են իծնել, Ապրես։ այո, իրանք պետքա բեմում փայլեն երեքների նման։ Այո։ Հաջորդը դա 8-ն է, ուժ քարտն է այստեղ, բավականին շատ լավ քարտ է։ 8 թվանշանը ինչ էներգիայից է խոսում, սրտի իշխանության բնազդի մասին է խոսում։ Մեր վերահսկում, այսինքն դու չես կարող հարցեր լուծես, հա ուժ գործադրելով, կոպտությունով քո եւ այլն։ Մեղմ վերահսկումն է դրականը, ներքին հանգստությունը, սիրով հաղթահարել վախը։ Ճնշված զայրույթ դա բացասականն է, որովհետև ուժ այս 8 թիվը իրական ուժը ասում է աղմուկ չի սիրում։ Կարող ես ավելացնել։ 8 թվին ըստ մոլորակների ղեկավարում է Սատուրն մոլորակը, որը նրանց դարձնում է շատ պատասխանատու, երբեմն նաև սահմանափակ, շատ կանոնակարգված են, սիրում են աշխատել, շատ աշխատասեր են, գումարի հետ կարող են շատ լավ աշխատել, բանկային համակարգում, իրավական համակարգում, օրենսդրական դաշտում կարող են աշխատել, բայց ինչն է իրաց բացասականը, որ իրանք շատ աշխատում են եւ դիմացինից էլ դա պահանջում են, ու եթե ինչ-որ մեկը արդյունավետ չի աշխատում, իրենք ուղղակի հանում են իրան այդ աշխատանքից։ Ահա, ուտը նաև կարմայի հետ կապ։ Իրան մեջ են ստրեսներ, ու իրանք անընդհատ ստրեսի մեջ են, որի հետևանքով կարող են խնդիրներ ունենալ, օրինակ ենթաստամոքսային գեղձի հետ։ Ինչքան ստրեսը, որ իրանք պահում են իրենց մեջ ու դուրս չեն հանում, ավելորդ էներգիա են կորցնում ու դրանից կարող է օրգանիզմը վնասվել։ Այո, ուտը նաև դա թվանշանը կարման է, որ եթե քո միսիան ուտն է, դու եկել ես այս աշխարհ մարդկանց կյանքերը փոխելու, 8-ը մասշտաբն է, իմացեք 9-երը, 8-երը, 6-երը, 4-երը, 5-երը, 1-երը, մեկն էլ է մասշտաբ, և ուրեմն Էց ասի, 7-ը չէ, 7-ը կրիմինալի հետ կապ ուներ էլի 6-երի հետ, 8-երի հետ, 9-երի հետ, որ մարդիկ իմանան այս մասին։ Հաջորդը դա 9-ն է, որը կապ ունի հոգևորի հետ, գիտելիքների հետ։ Տեսնում եք ինչ հետաքրքիր է։ Սա ճգնավորն է, 9 թվանշանը, որը ներքին լույսի որոնման մասին է այստեղ խոսում։ Ստեղ մենակության իմաստի մասին է, թիվը ինքնաճանաչման, որտեղ դու կարող ես քեզ ճանաչել, իմաստության կուտակում,
հա, գիտելիքներ ձեռք բերել եւ հետագայում դու քո գիտելիքները տաս մարդկանց, օգնես մարդկանց։ Հա, դու եկել ես ոչ թե ծառայես, ինչ որ մեկի ստրուկը լինես, այլ եկել ես մարդկանց օգնելու։ Ստվերը դա մեկուսացումն է, որը ես չէի խորհուրդ տա, ինչի, որովհետև չի կարելի մեկուսանալ, մանավանդ որ դու ունես մեկ թվանշան։ Սրան ուշադրություն դարձրեք, ինչու, որովհետև ապաթիա, իզոլացվել բոլորից դա սխալ կլինի։ Նաև իմաստության կուտակումն է այստեղ շատ կարևոր, որ դու իմաստուն գործես հետագայում։ Իսկ ստվերում դա մեկուսացումն է փախուստ աշխարհից, իսկ ճգնավորը 9 արկանը ինչ է ասում 9 թվանշանը, քեզ գտնելու համար պետք է լռել։ Լռել, մեդիտացիաներ արա, հոգևորը այստեղ մեծ կապ ունի։ Պետք է կառուցես, այլ ոչ թե քայքայես շուրջդ։ Իսկ հիմա դու ասա Գայանե ջան։ Չեմ ավելացնելու ոչինչ չունեմ։ Ադուրտը Պատկերացրի։ Ճակատագրի թիվը 1 եւ 0 կա, այստեղ հենց այսպես էլ մենք խոսելու ենք։ Կարմայական շրջանի մասին է խոսում 10 թիվը, փոփոխությունների ընդունումն է, դա ուզում եք դուք չեք ուզում, այստեղ ֆակտորներ կան։ Ժամանակի օրենքի, հոսքի վստահության, իսկ ստվերում դա զոհի գիտակցությունն է, իսկ անիվը ինչա հուշում, ոչինչ մշտական չի լինում։ Բան ունես ասելու 10-երից ավելացնել։ Դե նայեք, 10-ը քանի որ կազմված է 1-ից եւ 0-ից, մեկը դա ասացինք մոգներ, իսկ 0-ն ինքը զրոյացնում է իր աշխատանքը, ինքը կարող է հասնել ինչ որ մի բանի, իր մոտ զրոյացում տեղի ունենա ու ինքը նորից սկսի այդ ամենը նորից կառուցել։ Ինքը ընդհանրապես այդ ֆորտունայի ճակատագրի հաջողակ թիվ է համարվում, ամսի 10-ից ծնվածները իրենք ընդհանրապես շատ հաջողակ մարդիկ են։ Ճիշտ է։ Ասենք 11-ին։ Իսկ մինուս Եթե իհարկե, ասա, չէ, ասա, ես ասի ավարտեց ձեն չհանիր։ Մինուսում։ Հա, ես ինձ մոտ էլի նշումներ եմ արել։ Իրանք մինուսի մեջ կարող է զուգընկեր փոխեն, նոր ընտրություն անեն, այդ իրանց մինուսի մեջ է։ Այո։ Կարա լինի։ Եվ կարևորը իրանք հարաբերությունները հայրիկի հետ են միշտ լավ հարաբերություն են ունենան հայրիկի հետ։ Նայեք ինչ լավ հետաքրքիր քարտ է, 11, Ռայդեր կլասիկով է, ուշադիր եղեք, որովհետև լինում է, որ սա 8-ն է լինում, իսկ նա 11-ն է լինում ուժը, տարբերություն կա։ Նայեք, ինչու չի կարելի մանիպուլյացիա անել մեկ հա, երկուսներին, մեկին գումարում ենք մենք երկու։ Հենց այս քարտն է իրանց պատասխան տալիս հետագայում, տեսնում եք, արդարության քարտն է, ինչ ցանել ես, այն էլ հնձում ես ու ինձ ես բողոքում, տեսնում եք, 11-ը պատճառ հետևանքների մասին է խոսում, ով ինչ ցանում է, այն էլ հնձում է, այս երկու էներգիան, ազնվության, խորը մակարդակում ինքը, ազնվություն, ինքը քո հանդեպ պետք է լինես, այսինքն, ստե երկու հատ մեկ կա, հա, դու չպետք է, թեկուզ եթե ինչ-որ մեկի հանդեպ մուռ ունես, երկրորդ մարդու ձեռքերով ինչ-որ մեկին փորձես մանիպուլյացիա անես։ Ստե որովհետև կա նաև կարմայական հաշվեկշիռ, ինքնադատում ստվերումն է դա, հա, տեսնում եք, արդարությունը ինչ ասում, ստանում ես այն, ինչ ստեղծել ես։ Տեսնում եք։ Ինչ ունես ավելացնելու, Գայանե 11-ից։ 11-երը իրանք ֆիզիկական ճնշում կարող են գործադրել իրենց զուգընկերոջ նկատմամբ, բայց որպես դրական առումով իրանք կարող են նպատակ դնել, շատ նպատակասլացեն եւ իրենց նպատակներին շատ լավ հասնել ու նաև իրանք ձայնը իրանց մոտ շատ հզոր է, իրանք նույնիսկ իրանց ձայնով կարող են ճնշել դիմացին։ Այո, ձայնի ուժն է։ Ուրիշ բան ունես ավելացնելու։ Դու որ լռում ես, ես գիտեմ, всё, էլ ասում ես պետք չի։
Ինարա ջան, մի հարց կարող եմ տալ։ Այո, Ստեղ 11 թվի մեջ թաքնված է 0-ն։ Ինքը կազմված է 10-ից եւ 1-ից, չէ։ 10-ից Չէ, 1 չէ։ 10, 11։ Արանքը ինքը 0 ունի, թե չէ։ Չունի, Չունի, 0-ն չունի։ Մեկին գումարում ենք 1, անում է 2։ Հասկացա քեզ։ Իսկ Մերսի։ հիմա նայեք, կախվածն է, ով ժեստ է արել այստեղ Քրիստոսի հետ կապված ձկները, հա, ձուկ հորոսկոպի նշանի հետ կապ ունի 12 թիվը։ Նայեք, կախված մարդն է, հա, ինչի մասին է խոսում, գիտակցական կանգի, խորը մակարդակում հին տեսանկյունից հրաժարում, գլխի վայր, զոհաբերության գիտակցաբար։ Ինչը կարա մարդ զոհաբերի գիտակցաբար, խոսքի օրինակ, ինքը կարող է ուզում է, խոսքի օրինակ, հա, մի քանի ժամանակ ավելի խորացնի իր մեջ իր գիտելիքը, ինքը զոհողության գնալու համար ինչ կարա անի։ Կարա կտրի իրան իր գործերից, էդի հենց զոհողությունն է, չէ։ Ու հետո ինքը զբաղվի այն ինչով ուզում է իր մեջ խորացնի, նոր ձևով ինքը դա դուրս գա, արտահայտվի եւ այլը։ Ստեղ հին տեսանկյունից հրաժարումն է եւ զոհաբերություն գիտակցաբար է դա անում։ Ստվերում զոհի դերն է։ Իսկ կախված մարդը ինչ է սովորեցնում, երբ կանգ ես առնում, սկսում ես տեսնել։ Այսինքն ինքը ուրիշների նման չի, ինքը այլ ձևով է պատկերացնում աշխարհը, տարբերվում է մյուսներից, հասկացաք։ Այս թվանշանը։ Գայանե ավելացնելու բան ունես։ 12-ները իրանք շատ խելացի են, տրամաբանության վրա են հիմնվում, իրենց շատ լավ է զբաղվել ստեղծագործական աշխատանքներով, շատ լավ նկարիչներ, դիզայներներ են լինում, բայց բացասական առումով իրենք կարող են դիմացին մեղադրել իրենց բոլոր խնդիրների մեջ, շատ հակված են դեպրեսիաների մեջ ընկնելուն։ Պետքա, եթե շուրջը կա ինչ-որ մարդ, որ 12-ին է ծնված կամ երեխան, թույլ չտալ, որ ինքը երկար փակվի իր մեջ գնալ ու այդ վիճակից իրեն դուրս հանել։ Երեխան որ ասիր ցույց տամ, սա երեխան է փորի մեջ, պորտալարից կախված։ Գայանե ջան, հետաքրքիր է, չէ։ Երևի sense բան չէիր լսել։ Լսվում է։ Երեխեք։ Հա, լսվում եմ։ Հա, լսվում եմ։ Գայանեն երևի sense բան չէր լսել։ 13 Հետաքրքիր։ շատ, այնքան բաներ հələ իմանաս ինձանից։ Այեք, 13-րդը արկանն է, սա մահն է, հա, վերածնունդի։ Ինչ են ասում, տրանսֆորմացիա է, Պլուտոնն է սա։ Խորը փոխակերպումը կոչվում ինքը։ Ստե 180 աստիճան 13-ները պետքա փոխեն իրանց աշխարհայացքները, որովհետև հին էլ չի աշխատում։ Ուրեմն նայեք, խորամակարդակում ինքը հնի ավարտն է, ուզում եք, չեք ուզում։ Էներգիայի ազատումը, որ ազատվեք դրանից, մաքրվեք կամ մաքրեք ձեր տարածքից։ Ստվերը դրանք փոփոխություններից վախն է, տրանսֆորմացիա է։ Իսկ մահը ինչ է ասում։ Ավարտը սկիզբ է։ Ինչ ունես ասելու, Գայանե ջան, 13-ից։ 13 ինչպես նշեցիք, Պլուտոնն է ղեկավարում ու այս մարդկանց կյանքում շատ կարող են դեպքեր լինել մահվան հետ կապված, ասենք տեսնել ինչ-որ մեկի մահը կամ ասենք զգալ իրենց զգացողությունը մահվան հետ կապված կարող է ուժեղ լինի, հիվանդությունների հետ կապված, իրենց գլխավոր խնդիրն է սովորել սիրել կյանքը ու նպատակներ դնել, հասնել դրանց, որովհետև հակում ունեն գործը սկսել եւ կիսատ թողնել։ Ճիշտ է։ 14 քարտն է ներդաշնակության умеренность, ներդաշնակության քարտն է, բալանսի։ 14 թվանշանը նայեք, ինչի մասն է, չափավորության մասին է, հա, խոսում, բուժում եւ ներդաշնակություն։ Խորմակարդակում ինքը ալքիմիայից է խոսում, հակադրությունների միավորման։ Իսկ ստվերում դա ձգձգումն է։
Չափավորը կարող է շշնջալ ոսկե միջինը բուժում է։ Բանումն ես ասելու։ Չէ, այս անգամ չեմ խոսի։ Խոսենք դիավոլից 15-րդ թվանշանը։ Հես է։ Կախվածության հայելի մասին է խոսում։ Էներգիան խորը մակարդակում էստեղ ստվերային մարդու եսն է, նյութի ուժ, ստվերում վախ, կախվածություն։ Սատանանին չանում հարցնում է, ով է քեզ կառավարում։ Բանումն ես ավելացնելու Գայանը։ 15-ը, քանի որ ընդհանուր եթե նայենք ինքը 6-ն է, 15-ը, բայց հակառակ առումով իրանք վախեր շատ ունեն, ներքին վախեր, որոնց կամ պետք է ընդունեն կամ դրանցից ազատվեն, որից հետևանքով իրանք կարող են դառնալ ավելի վառ, ավելի գեղեցիկ անհատականություններ, Այո, դա է։ ու իրենց կարող են ձգել շատ մարդկանց, շատ գումար, բայց այդ վախերը իրենց ընդհանուր կյանքի նկատմամբ, այդ իրենց ստվերը, իրենց շատ է խանգարում իրենց գործերի մեջ։ Իսկ բացասական առումով ալարկոտություն, կախվածություններ եւ տարբեր հապատ ստվերային բաներ։ Այո։ Հիմա հենց պատահական հայտնվում է 16-ը, դա Բաշնյանա, Աստծո աշտարակ, որովհետև Աստված վերևից նայում է, հա, տեսնում եք, սա Աստծո աչքերն է, իր տունն է։ Սա եթե մի մարդ կեղծ ինչ-որ բան է կառուցում, Աստված եթե համբերությունը իր լցվում է, դե տեսնում է, չէ՞ ինչ անում ինքը։ Հարված է տալիս ու դուրս է գալիս, տեսնում եք, մարդիկ շոկի մեջ են այստեղ ընկնում են, ու դուրս է գալիս ճշմարտությունը։ Դա ճշմարտության հարվածի մասին է, որովհետև կեղծ կառուցվածքի փլուզում է կատարվում, ազատում, իսկ ստվերում դիմադրություն փոփոխությանը, հա, զորով չի դա փոխել։ Աշտարակն ինչ է ասում, այնինչ կեղծ է, պիտի փլվի։ Դա դու չես որոշում, հա, դա արարիչն է որոշում։ Բանումն ես ավելացնել։ Դե քանի որ այդ աշտարակն է հենց ու իրենք այդ մարդիկ մի քիչ պեսիմիստ են, քանի որ իրենց կյանքում շատ է լինում, որ ինչ-որ բաներ անդադ քանդվի, բայց իրենք դա պետք է իրենց դրական առումով նայեն, քանի որ այդ մարդուն ազատում են այն ամենից, ինչը որ իրան պետք չէ։ Այստեղ Մարսն է մեզ դեր խաղում, գիտեիր։ Սա Մարսն է, ով քանդում է, քայքայում է շուրջը։ Ինչպես դու կարող ես կառուցել, Մարսն է։ Վայ, կներեք։ Հա, իրենք պետք է սովորեն, հա, Կառուցել, այո։ Սովորեն միշտ դրականը տեսնել, թեկուզ ինչ-որ վատ բաների մեջ, օգուտը, դրականը, լավ, պետք է սովորեն դա։ 17-ը բավականին շատ հետաքրքիր գեղեցիկ էներգիա է, նկարներն են, ինչը հույս է տալիս, հա, հույսից է խոսում։ Հույս եւ վերականգնում էներգիաները, այսինքն խորմակարդակում սա հոգու բուժումն է, հավատը, իսկ ստվերում երասկոտություն առանց քայլի, աստղը ինչ է շշնջում, լույսը միշտ վերադառնում է։ Ավելացնելու բան ունես։ Դե 17-ը իրենք հիմնականում հանգիստ, սենց ընկերասեր մարդիկ են, կարողանում են համագործակցել եւ խոսքը բանը կոմունիկաբիլն է, սենց ասած, եւ կարող են նաեւ լինել ռազմական գործունեության մեջ կարող են դրսևորել իրենց շատ տղամարդիկ։ Իսկ մինուսով էլի վախեր, կասկածանքներ, իրենք իրենց անվստահ են զգում ու իրենք իրենց սահմաններ են ինչ որ գծում, հենց 8 որպես 8, 17-ը որպես 8։ Ու դա իրենց խանգարում նա ծնվել 17-ին։ Ալեքսեյ որ ռեալիզացիա 18-ին։
Այդ 17-ին։ Ընդհանուր նայեք, ծովինահ։ Հա, դա։ Ընդհանուր մենք ասես մի երկու բառ ենք ասում, Հա, բայց կարելի է ամեն մի թվի մասին նստել շատ ու երկար խոսք։ շատ երկար զրուցել։ Ուղղակի որ մարդիկ հա չձանձրանան, արագ-արագ ասես մի երկու բառով ասում ենք ու առաջ անցնում։ 18 Հասանք 18-ին։ 18-ը էներգիան ինքը ենթագիտակցականի հետ կապ ունի ու խորքերի կոլեկտիվային ենթագիտակցականի ստեղ կարող է լինի վախերի բացահայտում, հա, երազների լեզուն, ստվերում խապկանքն է, եթե բացասական օգտագործում մարդ իր թվանշանը, Լուսին ինչ ասում, 18 թվանշանը, ոչ ամեն ինչ է այն, ինչ թվում է, բան ունես ասելու, 18-երը իրենք պետք է շատ խորանան էզոթերիկա եւ հոգեբանության մեջ, որպեսզի կարողանան մյուս մարդկանց օգնել։ Իսկ եթե իրենք չեն մտնում դրա մեջ, արդեն իրենք են գնում դիմում ուրիշ աստղաբանների, տարոլոգների, բայց իրենք պետք է այդ ամեն ինչը սովորեն ու օգնեն մյուսներին։ Իսկ ստվերոտ կողմը 18-ի էլի իրենց վախերն են, որ իրենք կարողա ֆոբիաները, որ կարողա իրենք կարողա վախ ունեն վնասել դիմացինի, դրա հետևանքով իրենք կարող է այդ քայլը չանեն։ Մեկն էլ ինքնախաբեություն Մտածեն, որ կասկած են իրենց ունակությունների վրա։ Իրենց ունակությունների վրա կասկած են ու չօգնեն դիմացին իրենց գիտելիքներով չկիսվեն, փակվեն իրենց մեջ, այդ իրանց արդեն կասկածանքներն ու վախերն է, որից պետք է ազատվեն։ Ինքնախաբեությունն էլ է ստեղ, ֆոբիաները, բացասականը։ Հաջորդը 19 արևն է, տեսնում եք։ Пусть всегда будет солнце, թող միշտ լինի արև, 19 թվանշանը դա կյանքի լիության մասին է խոսում, ուրախության, խորմակարդակում մաքրության, իսկ ստվերում էգոյի մեծացում, արևը ինչ է հիշեցնում, լույսը կիսվելու համար է, կարող այս ավելացնել Գայանե ջան։ Այս մարդիկ, եթե բացասական առումով են ապրում, սովորաբար այս մարդկանց կյանքում փոքր ժամանակ ճնշում են, չեն թողնում, որ իրենք ինքնաարտահայտվեն ու չեն աջակցում, որի հետևանքով իրենք կարող է մեծանան ու մեծ տարիքում դառնան ավելի վերահսկող, ուզենան մյուսներին վերահսկել եւ ճնշել։ Իրենց համար շատ կարևոր է նյութական արժեքները, տունը, փողը ու երբ որ իրենք փակվում են իրենց մեջ, արդեն սկսում է վախերը իրենց մոտ բացվել, բայց իրենք դրական առումով շատ ուրախ, լավատես, սոցիումի մեջ շատ ակտիվ ու լավ լիդերի հատկանիշներով մարդիկ են։ Այո։ Ասենք 20-ին ժամանակը եկել է պատասխանի։ Տեսնում եք 20-ը։ Հոգու արթնացման մասին է սա խոսքը։ Խորմակարդակում կարմայական կանչի մասին, նոր կյանքի, նաև փյունիկի մասին, որտեղ մարդը կարող է վերածնվի։ Իսկ ստվերում անցյալի կարճումն է, որը շատերը կա, հա, այս նեգատիվը իրանք օգտագործում են աղջիկս։ Իսկ 22 թվանշանը ինչ է ասում, ժամանակն է հիշել ով ես դու։ 20 թվանշան։ 22 թե 20-ը։ Հա, այդ զրոյին ասում եք ասում, հա։ 20-ը, քանի որ ինքը երկուսն է, խոսքն է, իրենք կարող են փակվել իրենց մեջ, ենթադրենք վիրավորանք, ինչ-որ հիշողություններ, փակվում են իրենց մեջ չեն արտահայտվում, որի հետևանքով կարող է վնասվել իրենց զույգ օրգանները, օրինակ կոկորդը, նշիկները,
թոքերը, երիկամները, սեռական օգնականները ներել, սիրել եւ ոչ մի վիրավորանք իր մեջ չպահել։ Նորից 20-ը եւ 2-ը եւ 0-ն է, 2-ը ինտուիցիան է, այդ փափկությունն է, 0-ն էլ իր ամբողջ այդ կյանքը զրոյացնում է ու նորից սկսում է առաջ գնալ։ Ինքը տրանսֆորմացիա պետք է ապրի, իր էմոցիաները կարողանա կառավարել։ Շատ էմոցիոնալ թիվ է, 20-ները շատ էմոցիոնալ են։ Այո, մի բան էլ ասեմ, որը քեզ կզարմացնի։ 20-ները սիրում են, որ իրանց դուդուկի տակ պարում են, դա նաև բուդիլնիկն է։ Գիտեիր, որ կիրակի օրն է, որ կիրակի օրը դու բուդիլնիկ ես դրել, շեփորը հնչում է, դու արթնանում ես։ Նաև մարդիկ կան, որ հին անցյալի հետ կապ ունի, կարմայի հետ սա կապ ունի, 20-ը նաև, որտեղ որ մարդիկ գալիս են, հին միանում են, բաժանվում են, բայց այս անգամ որ գալիս ասում է փոխվել են, բայց սիրում է նորից իր դուդուկի տակ պարացնի։ Այս սխալ է, չէ, նեգատիվ է, բացասական է օգտագործում։ Հաջորդը 21, աշխարհի թվանշանն է 22 եւ 1։ Ամբողջականության մասին է խոսում, հա, ցիկլային, կստացի, ինչ որ ավարտի եւ նոր սկզբի։ Այստեղ խորը մակարդակում հենց ավարտի ցիկլի մասին է խոսում եւ ինքնիրացման։ Իսկ ստվերում դատարկություն նպատակից հետո։ Աշխարհը ինչ աշաշնջում, դու ամբողջական ես, ամբողջ ես։ Կարող ես ավելացնել։ 21-երը նաև բացասական առումով սիրում է վիճել, հա, դիմացինին մեղադրել, օրինակ 12-ը ավելի շատ իրեն է մեղադրում ու որի հետևանքով ինքը դեպրեսիայի մեջ է ընկնում, իսկ 21-ը ընդհակառակը բոլորին է մեղադրում ու ագրեսիան թափում է դիմացիների վրա։ Ինքը պետք է սովորի Միկրոֆոնը կանջատեք, Գայանե ջան։ Գայանե ջան, որ խոսում ես անջատի այդ պահին միկրոֆոնը, իրենք պետք է սովորեն ներդաշնակ ապրել իրենց եւ աշխարհի հետ։ Եվ իրենց սահմանները գծեն, որ ոչ մեկ չկարողանա այդ սահմանները անցնել։ Այո։ Մենք ավարտեցինք այսօրվա 22 էներգիաները, եթե Սիրուն եւ Գայանե ունեք հարցեր, կարող եք հարցերը տալ, պատասխանենք։ Չէ, Ինարա ջան, ինձ հետաքրքրող հարցը տվեցի։ Մերսի շատ ձեզ։ Սիրուն ջան, հարց ունես։ Չէ, շնորհակալ եմ, դեռ չէ, բայց որ լինի ընթացիկ այս պահին չէ։ Всё, կարևորը որ ես մտածեցի կարող է հարցեր լիներ, ամենայն դեպս շատ հետաքրքիր էր։ Կարծում եմ մեր հետևորդներին շատ դուր է գալու, որովհետև մեր հետևորդները սիրում են թվաբանությունից, տարոլոգիայից, թվահոգեբանությունից, որպես իրանց թվանշանները ճիշտ օգտագործեն, հա, իրենց կյանքում դրական եւ ունենան հաջողություններ։ Ես Հեկատեի հետ այսօր պատրաստել եմ բավականին հետաքրքիր հաղորդում, բայց երկուսն էլ երևի իրար հետ միանգամից գցեմ, որ շուտ լինի, որտեղ այնտեղ մինչև ես մոնտաժն անում եմ, հետո չգիտեմ դրանից հետո ես ոնց եմ դա, հա, հեռախոսով չի, որ միանգամից անեմ։ Այնտեղ ես խոսել եմ, մարդիկ կարող է 33 թվանշանը տեսնեն, դա ինչ կարող է նշանակի, հա, 44-ը, 77-ը, 22-ը եւ այլ, բավականին հետաքրքիր է եղել։ Ընդամենը, քանի որ ինքը Ռուսաստանում է ապրում, այնտեղ ինչ որ բան պայթեց, կապը կեսից արդեն վերջացնում ենք, կտրված, բայց ես մինչև վերջ հասցրել եմ հաղորդումը, հա, հասկացա ինչ էր, մինչև վերջ հասցրեցի, գծետը 5 րոպեյվա, 10 րոպեյվա պատմություն էր, բան էր մնացել։ Սրանով մենք կավարտենք, սիրելի հետևորդներ, մեր աշխատանքը,
Եվ շնորհակալություն ենք հայտնում մենք ձեզանից բոլորից լայքերի, մեկնաբանությունների, նաև նոր հետևորդների համար, ովքեր շարունակում են բաժանորդագրվել ինձ մոտ, ձեր լայքը, ձեր բաժանորդագրությունը շատ կարևոր է մեզ համար, եւ եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել Ինարա Գրիգորյան, Տարո թվահոգեբան եւ Գայանե Պողոսյան, իսկ եթե կլինեն մարդիկ նաև նոր սկսնակ մեր Գայանային կցանկանան դիմել, խնդրեմ։ Դե հələ մեր սիրունը նորա սովորում արդեն մեկ ամիսը առաջի դասը լրացավ, հաջորդ դասից արդեն երկրորդ ամսվա դասընթացներն ենք սկսում, ինչը շարունակելի է լինելու, ապրիլին նոր կավարտենք, չէ՞։ Ապրիլին նոր կավարտենք։ Այսքանով ավարտում եմ, մաղթելով բոլորիս բարի գիշեր եւ լավ տրամադրություն։ Շնորհակալություն Ինարա ջան։ Ձեզանից շատ շնորհակալ եմ իմ սիրելի թիմ։ Այսօր այսքան։